Պարոն Բադալյան, սրան զուգահեռ շատ հետաքրքիր է նաև, որ Հայաստանի հիմա օրինակ կառավարություն է ձևավորվում, որոշները նշանակվում են, որոշները վերանշանակվում եւ շատ հետաքրքիր տենդենց է նկատվում եւ ազգային ժողովի պաշտոնյաների դեպքում եւ կառավարության ներկայացուցիչների դեպքում, երբ որ այսպես առաջին կոնտակտները սկսվում են Ուկրաինայի հետ, օրինակ այսօր տարածվեց տեղեկություն, որ առաջին զրույցը Արարատ Միրզոյանի տեղի ունեցել պաշտոնական զրույց, հեռախոսազրույցը, օրինակ Ուկրաինայի իր գործընկերոջ հետ ու փորձում են սատանել։ Այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք Ռուսաստան-Ուկրաինա առճակատումը ինչ ծանր փուլի է հասել եւ ես ելի եմ տարակուսանք արտահայտել, թե օրինակ ինչու են Հայաստանի մերձիշխանական եւ իշխանական որոշ ներկայացուցիչներ հատկապես այսպես ուկրաինական ռոպագանդայի տակ, որովհետեւ երբ լսում ես ամերիկյան նույն տարբեր թևի, հարող վերլուծաբանների կամ բաների լրատվամիջոցների թողարկումները, պատկերը բոլորովին այլ է, այնպես չէ որ Ռուսաստանը ծանր վիճակում է իսկ Ուկրաինան հոп հեսա հաղթում է, վերջի վերջո Ռուսաստանը կարողացավ իհարկե վալբերիստներին խփելով Ուկրաինան փորձում էր հարց լուծել, որ քաղաքացիներն էլ զգան, չէ, արդեն պատերազմի համը, բայց Ռուսաստանը խփում է ամբողջ նավատորմերին, ամբողջովին կտրել է ծովային կապը Ուկրաինայի, այո, Սևծովի ամբողջովին կտրած է, իզոլացված է, Ուկրաինային ծանր տնտեսական ավելի ծայրահեղ վիճակ է սպասում, ինքը հասանելիություն չունի դեպի ծով, Օդեսայի, արդեն հասել է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, երբ որ դու տեսնում ես այդ զարգացումներից, դա կարևոր է լինելու այս ռեգիոնի համար, գուցե թե ամենաառաջնայինը, ինչու է շարունակում սրել։ Ինչու է շարունակում սրել։ Մի կողմից տնտեսական ու քաղաքական պատերազմ է տեղի ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, մյուս կողմից դու գնում ես դեպի ուկրաինական կողմ, ինչ որ քայլեր ես կա, ինչի վրա է հաշվարկդ։ Ոնց ենք անելու, որ պլստանք Ուկրաինայի չվերածվենք։ Այստեղ տարածված կարծիք չեմ արտահայտի, ես չեմ կարծում, որ այդտեղ կա սրացում։ Որտեղ առնվազն այդ Ուկրաինայի հարցում կամ նույնիսկ հայ-ռուսական տնտեսական պատերազմի հարցում ես չեմ կարծում, որ կա տնտեսական պատերազմ։ Այո, Հայաստանի տնտեսության մի զգալի սեգմենտ դրված է պարզապես քաղաքական հաշվարկների եւ քաղաքական շահերի, այսպես ասենք, զոհասեղանին։ Բայց դա հայ-ռուսական տնտեսական պատերազմ չէ, իմ համոզմամբ։ Այդտեղ կա մի խնդիր, որը բացարձակապես Հայաստանին է հարվածում, Հայաստանի տնտեսության, այդ տնտեսությամբ զբաղված մարդկանց, մնացածը բոլորը այդ ամենի վրա իրենց քաղաքական հարցերն են լուծում, Հայաստանի իշխանությունից սկսած մինչև Ռուսաստան։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա եթե Ռուսաստանի համար այդ հարցը չափազանց սուր է, այդքան զգայուն է, ես կարծում եմ պետք է օրինակ իրենք նույնքան սրությամբ արձագանքեն, ասենք Սերբիայի նախագահ Վուչիչին, որը գրկում է Զելենսկուն Բելգրադում, եւ նույնիսկ նրա ներկայությամբ Զելենսկուն հարց են տալիս, թե ինչ անեն եվրոպացիները, որ ավելի շատ ռուսներ սպանեն։ Եվ Ռուսաստանից կարծես թե որևէ արձագանք չկա Սերբիայի հասցեին։ Կամ երբ Բայրամովը գնում է Կիև եւ էլի այդտեղ հաղորդակցություն Կիևում հանդիպումներ եւ այլն։ Դա նույնն է, չէ։ Սերբիան ՀԱՊԿ անդամ է։ Դե Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ է, ԵԱՏՄ անդամ է, ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի։ Չէ, եթե մենք չափենք հարցերը այդ տրամաբանությամբ, այդ դեպքում ստացվում է, որ շատ իրավացի է պաշտոնական Երևանը, երբ ասում է նույն Ռուսաստանը ՀԱՊԿ դաշնակից է եւ այլն, բա ինչու մեզ չպաշտպանեց։ Բայց ներկայիս քաղաքական, իրական քաղաքական process-ները այդ ձևակերպումներից վաղուց արդեն անդին են եւ դրա համար ես կողմնակից չեմ, երբ մենք չափում ենք հենց այդ կատեգորիաներով։ Ես ինքս բազմիցս ասել եմ նաեւ այս տաղավարում, ես այդ ՀԱՊԿ-ի թեման համարում եմ բացարձակապես քարոզչական նպատակներով օգտագործող թեմա։ Եվ այս տեսանկյունից իրական քաղաքականության ռեժիմում, եթե Ռուսաստանի համար ուկրաինական այդ հարցը այդքան սուր է, ապա ռուսները պետք է նույն սրությամբ արձագանքեն Ադրբեջանի դեպքում, Ղազախստանի դեպքում, բայց մենք տեսնում ենք օրինակ, որ Ղազախստանի նախագահը Պուտինի ներկայությամբ խոսում է այն մասին, որ ուկրաինական հակամարտությունը պետք է սառեցնել եւ այլն, Պուտինի հետ հանդիպմանը։ Եվ Մոսկվայից չկա ինչ-որ սուր արձագանք։
այստեղ նույնիսկ կարող ենք հարց տալ, իսկ հնարավոր է արդյոք, որ Ղազախստանի նախագահը բարձրաձայնում է դա Մոսկվայի հետ համաձայնեցված։ Եվ նույն տրամաբանությամբ իսկ հնարավոր է արդյոք, որ Երևանը Կիևի հետ կոմունիկացիայում նաև որոշակի իմաստով այդպես տրանզիտի դեր կարող է խաղալ Կիև-Մոսկվա ինչ որ կոնտակտների մասով, որովհետև Ուկրաինայում էլ իրավիճակը բարդ է եւ այս տեսանկյունից առնվազն բացառելի չէ, որ Ուկրաինայի իշխանության շատ շրջանակներ կարող են ունենալ Մոսկվայի հետ հաղորդակցության փնտրտուք, որովհետև օրինակ Զելենսկու ճակատագիրը ինչ է լինելու հետագայում եւ առհասարակ այդ թիմի մնացյալ անդամների ճակատագիրը ինչ է լինելու, այնտեղ են աստիճան անորոշ վիճակ է եւ շատ խառը կարծում եմ վիճակ է, որ ոչինչ բացառելի չէ, հետեւաբար նաեւ այդ շփումների առերևույթ գնահատականի տակ կարող է լինել բոլորովին այլ պատկեր։ Ես չեմ կարծում, որ Երևանի եւ Կիևի այդ շփումները Ռուսաստանի համար ինչ որ որևէ խնդիր են առաջացնում։ Չէ, կներեք, երբ որ օրինակ Զելենսկին եւ եկավ այստեղից Ռուսաստանին ուղղված նման հայտարարություններ արեց, բավական կոշտ արձագանքի արժանացավ Ռուսաստանի կողմից, բայց հարցը այն չէ, ոնց կարող ենք օրինակ ասենք համեմատել Սերբիայի կարգավիճակը հարաբերությունների կամ ձևաչափը Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հետ կամ Ադրբեջանին ինչպես կարող ենք բանանել, որովհետեւ կներեք մենք դաշնակից ենք Ադրբեջանի հետ էլ փետրվարի 22-ին 2022 թվականին ստորագրել են դաշնակցային հռչակագիր եւ առ այսօր Մոսկվայից որևէ մեկը չի ասել նույն կարգավիճակը չի, չէ՞, մեր հետ դաշնակցային հռչակագիր են հռչակագիրը ստորագրվեց, բայց հարաբերություններ չի։ Այստեղ եթե խորամուխ լինենք, ապա մեծ հարց է մեր հետ են ավելի սերտ հարաբերություն ունեցել առհասարակ թե Ադրբեջանի։ Դրա մասին չէ խոսքը, Աստծո սիրուն, Ռուսաստանը ինքը իր հարցերը կլուծի, որևէ մեկից չենք պատրաստվում նրա փաստաբանություն անել, բայց մի հատ վերանանք, հա, բանից, այսինքն սիրում ենք, չենք սիրում եմ կամ իրենց գործողությունները ինչքանով են ճիշտ կամ սխալ, որտեվ գուցե իրենց շահերից բխում է այդ քայլերը, իրենց շահերից է բխում եւ ճիշտ է իրենց շահերի տեսանկյունից եւ Աստված անի մեր Հայաստանի իշխանություններն էլ այդպես առաջնորդվեին մեր շահերի տեսանկյունից։ Հիմա մինչեւ օրինակ եթերը խոսում ենք, ասենք Ղազախստանի օրինակն էի բերում, հասկանում եմ աշխարհակաղակական դիրքը կամ չգիտեմ բաները կոմունիկացիոն իմաստով, ենթակառուցվածքների, ռեսուրսների պոտենցիալի իմաստով չափելի չեն, տարբեր են, չնայած մերն էլ չպետք է թերագնահատել, բայց օրինակ տեսեք երբևէ Տոկաևը օրինակ լինի թեկուզ եկավ իշխանության, հիշում եք ինչ process-ների արդյունքում նա չգնաց ղազախական հասարակությանը պարակտելու ճանապարհով, նա չգնաց թշնամիներ որոնելու ճանապարհով, նա ոչ հարաբերությունները սրեց ընդ որում ունենալով թուրքախոս պետությունների աջակցությունը, չէ՞ լիարժեք, որ քիչ բան չէ, հա, նման պետությունների դեպքում պարագայում ոչ գնաց սրեց եվրոպական ուղղությաններ, ոչ Միացյալ Նահանգների հետ սրեց, ոչ թուրքական աշխարհի հետ սրեց, ոչ հարևանների հետ սրեց, ոչ Ռուսաստանի հետ սրեց, սխալ եմ, եւ մեր կարգավիճակը այլ է, չնայած ասենք օրինակ Ղազախստանի դեպքում Նազարբայևի բանը նաեւ նախաձեռնության պես չէ, ԵԱՏՄ-ն ձևավորվել եւ Հայաստանը անդամակցեց եւ հիմնադիր անդամ է։ Հիմա նույնը չի կարգավիճակի տեսանկյունից, պլյուս դրան Տոկաևը եկավ թշնամիներ չփնտրեց, նա փորձեց ոչ ներսում սկսեց բան հաշվեհարդարներ տեսնել, վենդետաներ, ոչ էլ արտաքին աշխարհի հետ։ Ես կարծում եմ մենք այստեղ պետք է տարբերակենք, եթե խոսում ենք ներքին քաղաքականության մասին, սա այլ հարց է, եթե խոսում ենք արտաքին շփումների մասին, այլ հարց, բայց երկու դեպքում էլ ես կարծում եմ համեմատություն Հայաստան-Ղազախստան եւ առհասարակ որևէ համեմատություն ես չեմ համարում օգտակար, որովհետեւ ամենափոքր նրբերանգները անգամ կարող են տալ մեծ տարբերություն։ Օրինակ նույն Ղազախստանի մասին խոսելիս պետք է նկատի առնել օրինակ 2022 թվականի վիճակը, երբ ՀԱՊԿ զորքերը մտան այնտեղ, այդ թվում նաև Հայաստանի նախագահությամբ, եւ փաստացի Տոկաևին իշխանության պահեց ՀԱՊԿ-ը։ Եվ հիմա պետք է նաև օրինակ քննարկել, թե այդ հանգամանքը ինչ ազդեցություն ունի այս տարիների ընթացքում։ Հա, բայց դա չի խանգարում Տոկաևին նաև ասել ուկրաինական պատերազմի հետ կապված դիրքորոշում արտահայտել։ Ես դրա համար նշեցի, իսկ կարող է արդյոք այդ դիրքորոշումը նախապես համաձայնեցված լինել Ռուսաստանի հետ, որ արտահայտվի Պուտին
Տոկաև հրապարակային հանդիպման ընթացքում։ Ես ամենայն դեպս դա չեմ բացառի, որովհետև երբ մենք տեսնում ենք ինչպես է Գերմանիան բացահայտորեն խոսում Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվելու մասին, բայց հետո իմանում ենք, որ օրինակ Բաքվում այստեղ էական է իհարկե թե որտեղ, բայց նույնիսկ դա էլ էական չէ, հանդիպում են Ռուսաստանի պաշտոնյաների հետ գերմանացիները ինչ-որ հարցեր քննարկում, մենք եւս մեկ անգամ համոզվում ենք, որ քաղաքականությունը, առավել եւս մեծ քաղաքականությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարությունների եւ իրադարձությունների տեսքով, եւ շատ հաճախ այսբերգի այդ ստորջրյա մասը շատ ավելի տարողունակ եւ շատ ավելի խոսուն է լինում։ Այս տեսանկյունից է, որ կարծում եմ այդ հրապարակային չափումները դրանք վաղուց այլևս արդիական չեն կամ ճշգրիտ չեն նույն հապկի մասով, որովհետեւ այդ ամեն ինչը մեծ հաշվով այն աշխարհակարգի բաղադրիչներ էին, որը արդեն գործնականում փլուզված է։ Եթե ոչ ամբողջապես, ապա մեծ եւ անշրջելի իրավիճակում է արդեն այդ փլուզվածության իմաստով։ Եվ երբ խոսում ենք նաև սրելու մասին իրավիճակը, ես խիստ կասկածում եմ, որ այդ իրավիճակ սրողները Փաշինյանը կամ Տոկաևն են։ Անգամ Տոկաևը կարծում եմ եւ հատկապես այդ համատեքստում հիշեցրի 2022 թվականի իրավիճակը, թերևս շատ ավելի փոքր խաղացող է կամ փոքր սուբյեկտ է Ղազախստանում օրինակ իրավիճակ սրելու ուղղությամբ եւ այլն, այսինքն այն ռեգիոններում, որտեղ ցանկացած սրացում ինքը համաշխարհային մետաստազի ներուժ ունի։ Եվ այս տեսանկյունից ամեն ինչ պետք է ըստ երևույթին չափել հետեւյալ կերպ, այդ սրացումը դրսից որևէ մեկին ձեռնտու է, թե ձեռնտու չէ։ Դարձյալ նշեմ, որ Հայաստանի հետ համեմատությունը ոչ միայն Ղազախստանի առումով ես կարծում եմ ավելի շուտ այդպես կարող է շեղել բուն process-ներից, քան Չէ, որ քանի որ Սերբիայի Վուչիչի բանի օրինակները բերեցիք, դե ես դրա համար եմ կամ Ղազախստանի։ Ասում է հապկում մենք դաշնակիցներ ենք, ինչու իրենք մեզ դաշնակցի նման չպահեցինք եւ չպահեցին։ Եվ առերևույթ սա հնչում է ազդեցիկ, բայց երբ որ փորձում ես այս հայտարարության տակ խորանալ եւ տեսնել ինչ քաղաքական process-ներ կան, ակնհայտորեն հասկանում ես, որ այդ հայտարարությունները պարզապես ներքին սպառման մանիպուլյատիվ հայտարարություններ են։ Պարոն Բադալյան, երբ որ տեղը գալիս է, մենք ասում ենք այդ դեպքում դու պահանջներդ պետք է ներկայացնես ոչ միայն Ռուսաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնք որոշակի հարաբերության մեջ են գտնվում եւ պատասխանատվության իրենց բաժինը ունեն, երբ որ տեղը գալիս է, բան ենք անում, միայն Ռուսաստանից ենք պահանջում։ Ես հասկանում եմ, ՀԱՊԿ գոյություն ունի, ԵԱՏՄ համագործակցություն գոյություն ունի, բայց մյուս կողմից ենթադրենք օրինակ նույնիսկ Միացյալ Նահանգների հետ ունենայր նման ռազմավարական համագործակցություն եւ իր դեմ քայլեր անեիր, Միացյալ Նահանգներն էլ էր ասելու։ Տեսնում ենք, չէ՞, Միացյալ Նահանգները մի հատ շեղում որևէ բանից դնում ինչպես կոշտ է արձագանքում, էլի ինչու ենք միայն դիտարկում բանով, ասենք Տոկաևը հակառուսական հայտարարություններ է արել, Տոկաևը հակառուսական քայլեր է արել, տեսեք նույնիսկ Ալիևը ոնց ծախեց այդ բանի ավիավթարը բանով։ Ես ամբողջ հարցը այն է, որ ես բոլորովին համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում։ Եվ դրա համար եմ ասում, որ այն հայտարարությունները, առերևույթ զարգացումները, որ տեղի են ունենում, ինձ համար դրանք բավարար ցուցիչ չեն եզրակացնելու, որ վարվում է հակառուսական քաղաքականություն։ Դա այդ դեպքում էս կին թատրոնը ինչի համար է, այդ դեպքում, եթե սա թատրոն է, ինչի համար է։ Բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որովհետև Ռուսաստանին այստեղ շատ բարդ է լինել պատասխանատվության տակ, որովհետև այդ պատասխանատվությունը պետք է կարողանա սպասարկել։ Իսկ սպասարկելու հնարավորություն այդ պատասխանատվությունը Ռուսաստանը չունի։ Հետեւաբար շատ լավ է, եթե այստեղ իր համար ձևավորվում են պատասխանատվությունից խուսափելու ալիբիներ։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ կամա թե ակամա, լավ այստեղ պնդում չանեմ, այո, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ Ռուսաստանին տալիս է Կովկասում իր մարտավարական նահանջը բացատրելու ալիբի եւ հատկապես Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը բացատրելու ալիբի։ Եվ դրա համար ես ամենևին չեմ չափում այն տրամաբանությամբ, որ իրենք օրինակ հապկ դաշնակցային պարտավորություն չկատարեցին եւ այլն։ Ես ասում եմ, որ այդ տրամաբանությամբ չափելը մեզ չի տանի ճշգրիտ եզրահանգումների։ Իմ սուբյեկտիվ կարծիքով իհարկե։ Այսօր եւս հայտարարություններ են եղել ԿՊԱ-ական, էական էլ չի անունը, բայց այնուամենայնիվ Սարգիս Խանդանյան
անունով պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, արդեն մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ հետադարձի ճանապարհ մենք չենք տեսնում, եւ նաեւ նշվել է, որ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրակրվե անցկացնելը կեղծ օրակարգ է։ Ես դրա համար եմ ասում, ԿՊ-ում իսկ այս երիտասարդը արևմտյան թևն է, այսպես ասած, սպասարկում, այնպես որ ես կարծում եմ, որ խնդիրներ կլինեն նաեւ ներսում, եթե ինչ-որ բան փոխվի։ Այդ խնդիրները Փաշինյանի համար կլինեն կառավարելի։ Համենայն դեպս այսօրվա իրավիճակը ինձ թույլ է տալիս այդպես եզրակացնել։ Այդ խնդիրները կարող են առաջացնել ինչ-որ ճոճումներ իշխանության ներսում, տատանումներ։ Ես փորձեցի նաև իշխանության մեջ հայտնի այդպես որոշակի բնութագիր ունեցող հանգամանքով հենվել։ Ճոճող ունենք, ճոճում է։ Եվ այս կարծիքով, այս առումով ես կարծում եմ, այո, կլինեն որոշակի այդ շարժեր կամ նավակը ճոճելու փորձեր, բայց դրանք չեմ կարծում, որ Փաշինյանի համար կլինեն ճակատագրական խնդիրներ, դրա հնարավորությունը պարզապես Եվրամիությունը չունի։ Եվրամիությունը որքան էլ որ այսօր փորձում է այդպես ազդեցիկ երևալ, ինքը այդուհանդերձ շատ լուրջ խնդիրներ ունի հենց Կովկասում։ Եվ այնպես որ Երևանի հարցում, Հայաստանի հարցում իրենք մանևրի շատ մեծ տեղ, մեծ հաշվով չունեն։ Այո, կարող են անցնել ապակայունացնող մարտավարության, բայց այստեղ էլ մեծ հարց է դառնում, իրենք դրանից շահելու են թե ոչ։ Իրենց շահավորն է իշխանություն որ չկորցնեն։ Միակ բանը իրենց շահը բնականաբար այն է, որ Փաշինյանը իրականացնի այն քաղաքականությունը, որ իրենք պատկերացնում են։ Բայց այստեղ ամբողջ իրավիճակի ամբողջ նրբությունն այն է, որ այնինչ իրականացնում է Փաշինյանը այսօր, դա ամենևին չի հակասում նույն Ռուսաստանի շահերին, գոնե առ այս պահը, ամենևին չի հակասում Միացյալ Նահանգների շահերին։ Եվ այս տեսանկյունից մեծ հարց է արդյոք Փաշինյանը անում է այն, ինչ ուզում է Եվրամիությունը։ Այստեղ է որ ոչինչ միարժեք չէ եւ դրա համար եմ նշում այդպես սև ու սպիտակով եթե մենք գնահատենք իրավիճակը, այդքան էլ ճիշտ եզրահանգումների չենք գա։ Եվրամիությունը այդպես մեծ մանևրի հնարավորություն Կովկասում եւ նաեւ Հայաստանում իսկապես չունի։ Այսպես ասենք, երեք ռուսաստանցի մի պաշտոնյա էր խոսում մի կառույցի, եվրասիական կառույցի ներկայացուցիչ էր խոսում մեր հաղորդավարներից մեկի հետ եւ նա չբացառեց, որ ՀԱՊԿ-ից հանելու process էլ կարող է լինել։ Հայաստանի իշխանությունները արդեն շանտաժի լեզվով են խոսում, հիշում եք, հատկապես երկաթգծի հետ կապված, որ կոնցեսիոն պայմանագիրը կփոխվի, նույնիսկ Ղազախստանին էին ուզում ներքաշեն, չէ, այդ process-ների մեջ, որ իբրև թե դրսից տարբեր կազմակերպություններ իրենց ասել են, որ Ռուսաստանի կառավարիչ լինելու հանգամանքը խանգարում է, այս ինձ հիշեցրեց բանը, պարոն Հակոբյան, երբ որ ասում էր, մեզ ստիպում են, որ նշաձողը իջեցնենք, հենց ինչ որ բան է լինում, ասում են, մեզ դրսից ասում են, իջեցրեք նշաձողը, այս հանեք, այս հանեք, այս անենք ու այս կլինի, լրիվ նույն process է, բայց Ռուսաստանը լինի կամ որևէ երկիր, երբ որ կոնցեսիոն պայմանագիրը կնքում էր երկաթուղիների, արդեն 18 տարի կա, չէ, կարծեմ, որ 2008-ից, այո, հո հաշվարկներ արել է, հասկացել են հեռահար ինչ նպատակներով են դա անում ու հիմա գալիս են ու գալիս է մի իշխանություն, ասում է, սկսում է շանտաժ անել, որ կհանենք։ Տեսեք, ես օրինակ այդ տեսակետի կրողը չեմ իդեպ, որ Փաշինյանը պրոռուսական է, Ես չեմ ասում պրոռուսական, ես ասում եմ նա հակառուսական քաղաքականություն չի վարում։ Բայց նա պրոիշխանական է, նա փորձում է լուծել իր իշխանությունը պահելու հարցը։ Հա, հասկանում եմ, ինչ կա դրան է ծառայեցնում։ Պատկերացնում է, որ այդ իշխանությունը պահել վարելով հակառուսական քաղաքականություն, եթե չասեմ չի լինի Եվրոպայում էլ հիմար են, ասենք, հա, իր կարծիքով, ասենք, արևմուտքում հիմար են, չեն հասկանում իր խաղերը։ Հիմար չեն, իսկ ինչ պիտի անի Եվրոպան։ Իսկ ինչ պիտի անի, ենթադրենք հիմար չեն, չէ, հաստատ հիմար չեն, ոչ թե իհարկե, հաստատ հիմար չեն, արևմուտքում նստած։ Հիմար չեն, իսկ ինչ պիտի անեն։ Փաշինյանին ասեն մենք քեզ չենք հավատում։ Լավ, մի հավատացեք։ Իսկ ինչ պիտի անի Եվրամիությունը։ Չէ, իր ձեռքով անել կտանենք, կարևոր բաներ, գնացեք օրինակ վրացական երազանքին հավատացեք, կամ գնացեք Ալիևին հավատացեք։ Այդտեղ Եվրամիությունը գնալու տեղ չունի։ Եվրամիությունը հավատա թե չհավատա,
ստիպված է աշխատել Փաշինյանի հետ։ Ինչքան Փաշինյանը որոշակի կարիք ասեմ ինչ կարող է անել, այն կառույցները, որոնք արևմտյան տարբեր ընդ որում, հա, եւ եվրոպական եւ ամերիկյան, այն ներկայացվածությունը, որ կա Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում, իրենք կարող են օրինակ, ասենք, նույն այդ ուժերը Փաշինյանին գցել։ Դա չափազանցված է, այդ ռեսուրսը չափազանցված է։ Ինչու է չափազանցված։ Այդ ուժերը բավարար չեն Փաշինյանին իշխանությունից գցելու համար։ Չափազանցված է այդ ռեսուրսը եւ ավելին ասեմ, սա գուցե մի քիչ տարօրինակ հնչի, այդ հակառուսական դիրքավորման ռեսուրսի մի զգալի մասը, եթե շատ խորամուխ լինենք, աշխատանք, ազդեցություն, դրա հետևանք եւ այլն, հա, դրամաշնորհներով, գրանտներով հակառուսական շրջանակի կամ ռեսուրսի մի զգալի մասը գործնականում շատ ավելի օգտակար ծառայություն է մատուցել հենց նույն Ռուսաստանին, քան թվում է թե արևմուտքին։ Այդ լրիվ համաձայն եմ, հա, իմ առանձին պերսոնաժների աչքից առաջ եկա։ Եվ այդ տեսանկյունից ես դրա համար նշում եմ, որ այդ ռեսուրսը չափազանցված է, որ դա ինչ որ լուրջ խնդիր կառաջացնի Փաշինյանի համար, եթե կրկնեմ նա Եվրամիության ասի բարի ճանապարհ եւ այլն, բայց իրավիճակը իհարկե շատ շուտ կամ այդպես կտրուկ չի հասնի դրան։ Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը այդ նշեցինք, նախընտրական ծրագրում ներառում է եկեղեցու թեման եւ այլն, այդ հավաստիացումները ինչից են, որովհետեւ այնտեղից անընդհատ կասկածում են պայմանական իմաստով, քաղաքական տրամադրությունների իմաստով եւ նա բնականաբար պետք է այդ կասկածները ցրելու ուղղությամբ էլ աշխատի։ Եվ օրինակ, երբ Եվրամիությունից դնում են հարց, իսկ դու պատրաստ ես դնել Ռուսաստանի կոնցեսիան վերանայելու խնդիր, Փաշինյանը ցույց է տալիս, որ այո, ես պատրաստ եմ դնել, որ ես չեմ խաղում։ Ես սա չեմ ներկայացնում, որ Փաշինյանը թատրոն կամ դերասանություն է անում, քանի որ ինքը իշխանության պահպանման հարց է լուծում, այսօրվա աշխարհում, այս բոլորի դեմ պատերազմի ռեժիմում գտնվող աշխարհում, ինքը ստիպված է այդ այսպես կոչված մանևրել։ Մանևրում է այնքան, որքան կարող է, որքան ռեսուրս ունի։ Այո, եթե դու ներսում իրավիճակը բերում ես ներհասարակական ատելության դրա վրա ես խաղադրույք անում, դու արտաքին մանևրի տեղ չես ունենալու, եւ օրինակ ստիպված ես լինելու կամ Արցախը դնել զոհասեղանին, կամ Հայաստանի տնտեսությունը դնել զոհասեղանին։ Այս ամեն ինչը հասկանալի է, բայց ինքը այսպես փորձում է լուծել իր իշխանության հարցը, որովհետեւ ուրիշ հարց լուծելու հնարավորություն ցանկանա թե ոչ, նա այսօր չունի։ Thank you.